Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կողմից կազմակերպվել է համայնքային այցելությունների հերթական փուլը։ Մարզի ղեկավարը եղել է Աբովյան, Կապուտան, Հատես եւ Զովաշեն համայնքներում։ Կարապետ Գուլոյանը շրջայց է կատարել Աբովյան քաղաքում գործող մարզային ենթակայության թիվ 2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ եւ 10-րդ դպրոցներում։ Հանդիպումներ ունեցել կրթօջախների մանկավարժների հետ։ Մտքեր փոխանակել Աբովյան քաղաքում ժամանակի պահանջներին համահունչ եւ մրցունակ կրթական գործընթացներ կազմակերպելու վերաբերյալ։ Մարզպետն ընդգծել է քաղաքի դպրոցների արդյունավետ գործունեության կարևորությունը եւ ուսումնական հաստատությունների տնօրեններին հանձնարարականներ տվել նոր ուսումնական տարվա ընթացքում նախատեսվող կրթական ծրագրերին նորովի արդյունավետություն հաղորդելու ուղղությամբ։ Կարապետ Գուլոյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են դպրոցական շենքերի հիմնանորոգման եւ աշխատանքային պայմանների բարելավման ծրագրեր, որոնց իրականացմանը զուգահեռ դպրոցների կողմից պետք է մշակվեն ու կյանքի կոչվեն նաեւ սովորողներին համակողմանի գիտելիքներ տրամադրելու արդիական նախաձեռնություններ։ Կոտայքի մարզպետը հայտնել է ուսուցչական կոլեկտիվներին մշտապես աջակցելու իր պատրաստակամությունը եւ ընդգծել, որ առաջիկայում եւս համանման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, իսկ կրթության ոլորտը մշտապես համարվելու է մարզային գործընթացների գերակա ուղղություն։ Կարապետ Գուլոյանը եղել է նաև Կապուտան համայնքում, հանդիպել է Կապուտանի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ, ծանոթացել կրթօջախի աշխատանքային ուղղություններին։ Այցելության ընթացքում քննարկվել են նաև համայնքի առաջնահերթ հիմնախնդիրներին լուծումներ տալու հնարավորությունները։ Մարզի ղեկավարն այցելել է նաև Հատիս եւ Զովաշեն համայնքներ։ Այս համայնքներում եւս նախանշվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների արդյունավետ աշխատանքին միտված մի շարք մոտեցումներ, ինչպես նաև մանկավարժների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթական գործընթացներում դրական տեղաշարժեր ապահովելուն ուղղված որոշակի ծրագրեր։ Համայնքային այցելությունների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ Կոտայքի մարզպետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։